Ահա եւ վերջ, սա էլ ավարտեցինք, սա այն համակարգն է, որտեղ 5 տոնանոց բակ դրեցինք, որի նաեւ այս այգու բացի այս տայմերի միացումները եւ ջրի համակարգը փոխեցինք, այս սենց այնտեղ հորից վերել ենք թազա ջուր, այս մի նասոսը ջուր ա վերցնում, ստեղից սլիվի տեղ ենք թողել, ստեղից գալիս է մի հատ ուրիշ ֆիլտրով, ներքևը մեխանիկական էլ կա, ստեղ այս ֆիլտրով, ստեղից գալիս է բարձրանում պատլավոկով, լցվում բաքը, այս մի հատվածով տուն գնում, ստեղով սենյակ գնում, դրսի տուվալետի նկատի ունեմ, ու այսենց այս համակարգը լրիվ պատրաստ է, 3 տայմերից է բաղկացած, փորձել ենք հնարավորինս սիրուն հավաքենք, ու այս ամենը պիտի 16 կլապանով ոռոգի այս ամբողջ տարածքը։ Հիմա ստեղ մենք ինչ ունենք, որ ստեղ պենոպլաստ է փռած, մակերեսի վրայով խմելու ջրի գիծն էլ է գալի, ցանկալի էր, որ վերևից, քանի որ խորությունը քիչ է, պենոպլաստ ահագին ջերմային բան է ստեղծում, բացեց սպիրալը հավաքած, որ ջրագծերը նայեք այն մոխրագույն գույնի առանձին բանը, ընդեղից հորից գալիս է, ու սենց ընդհանուր, այսինքն ստեղ մենակ ոնց որ ավտոմատ ոռոգման հարցը չլուծեցինք, ստեղ նաև այս խրցում կար մի քանի հատ նասոսներ, հորից տարբեր նասոսներ էր դուրս գալի, ամեն ինչը կոկիկ, սենց գեղեցիկ հավաքեցինք այս միջավայրում, որ հարմարավետ աշխատի ամեն ինչը։ Դե առայժմ այսքանը, հետո կփորձարկենք եւ կծածկենք սա եւ կասենք սա էլ ավարտեցինք, այսքանը։